Սահմանադրությունը երաշխավորում է սահմանադրական դատարանի կողմից գործի քննություն, սահմանադրական դատարանը համապատասխանաբար ունի 9 անդամ։ 9 անդամի քանակի փոփոխությունը, որը նախատեսված է ըստ էության սահմանադրական օրենքով, բայց չի նախատեսված սահմանադրությամբ, առաջացնում է մի իրավիճակ, որ գործի քննությունը հիմա իրականացվում է ոչ թե սահմանադրական դատարանի կողմից, այլ սահմանադրական դատարանի կրճատված կազմով կողմից, ինչը առաջացնում է որոշակի խնդիր որոշումների ընդունման կառուցակարգի հետ կապված։ Հաշվի առնելով սա կարճ ասեցի, հիմա մենք ուզում ենք միջնորդենք, որ հակասահմանադրական ճանաչվի ընդհանրապես անհնարինության ինստիտուտը որպես այդպիսի, հաշվի առնելով սահմանադրության կարգավորումները, այդ թվում նաև կառուցակարգեր երաշխավորելու եւ սահմանադրությամբ տրված սահմանափակումները, որ որոշումները ընդունվում են եւ այդ ձայնով եւ մեծամասնությունը միշտ հաշվարկվում է սահմանադրության դատավորների ընդհանուր թվի կազմից, դա հաշվի առնելով ուզում եմ քննարկել եւ բարձր դատարանը, եթե հակասահմանադրական ճանաչում գործի շրջանակներում, իսկ դա դատարանի լիազորությունների շրջանակներում է, ապա գործը կշարունակվի ամբողջ կազմով, այլ ոչ թե 7 հոգով։ Ընդ որում, եթե բովանդակային ասեցի ինչի մասին է թեმა, բայց պետք է բովանդակային արդեն հիմնավորումները կարող են ներկայացնել։ Շնորհակալություն, դու ձեր միջնորդությունը արդեն հանձնվել եք դատավորներին։ Հանձնված չի, որովհետև մեզ համար պարզ չէր ինչ ընթացակարգով էր սկսվելու սկզբից, այսինքն որովհետև կար ձեր երկու միջնորդությունը ներկայացվել է։ Շնորհներ սա երրորդն է եւ մի հատ էլ չորրորդն ունենք, ես հիմա երրորդն է, որովհետև պարզ չէր ինչ կազմով էր, ինչ հերթականությամբ էր վարույթը քննարկվելու եւ ինչ էր լինելու, պարզ չէր սա ներկայացնելու կարիք առաջանալու էր թե չէ։ Դրա համար առաջացել է նման անհրաժեշտություն։ Շատ բան, շնորհակալություն։ Եթե տեխնիկապես թույլ տաք ներկայացնենք դատավորներին կամ մուտք անելով համակարգով կամ որևէ այլ եղանակով, որ ընդունելի կլինի այս դատակարգում։ Ներկայացրեք դատարանը կբազմացնի կողմերին ներկայացրեք։ Ոչ մեկին ներկայացված չէ, մեկը հիմա կներկայացնենք արագ ներկայացրեք աշխատակազմին, մենք կազմակերպենք դրա պատմությունը, դուք էլ ներկայացրեք։ Դուք ներկայացրեցիք ձեր միջնորդությունը։ Ագիր գործիքներ, ես կսում ձեր որոշում արգայել, ծվերաբար ես միջնորդությունը քննարկման ինչ առաջարկությունն է։ Եվ համեցեք։ Գործի վարույթը կասեցնելու միջնորդության մանրամասն հանգամանքներին այս պահին ծանոթ չեմ, բայց ես ընդհանրական կներկայացնեմ, որ գործի վարույթի կասեցման հարց շատ ավելի ճիշտ կլինի քննարկել, երբ որ մենք ըստ էության կլսենք կողմերի բացատրությունները եւ հարցու պատասխանները կսպառեն, դրանից հետո իմ կարծիքով կգույքագրվի որոշակի միջնորդություններ, որից հետո եւ կանդրադառնանք այդ միջնորդությունների քննարկմանը, այդ թվում նաեւ ես հակված կլինեմ այդ փուլում քննարկել միջնորդություն կասեցման մասին գործի վարույթի, ինչ վերաբերում է պարոն Օրբելյանի կողմից ներկայացված միջնորդությանը, ես ուղղակի մինչև միջնորդության վերաբերյալ դիրքորոշում արտահայտելը հարցեր ունեմ պարոն Օրբելյանին, այդ դեպքում կխնդրեմ մյուս գործընկերները արտահայտեն, հետո ես իմ հարցը կուղղեմ պարոն Օրբելյանին։ Հարգելի գործընկերներ, ես կազմակերպման հետ կապված մի առաջարկություն նախ պարոն Դրմյան հաշվի առնեք, որ այս տեսակի այս գործերով գործի դատականությունը կասեցնելը այնուամենայնիվ չի անդրադառնում գործի քննության ժամկետին։ Այսինքն նույնիսկ եթե մենք կասեցնենք այս գործի քննությունը, դա ժամկետի վրա չի անդրադառնում։ Այսինքն միևնույն է 10-օրյա ժամկետը խոսել է։ Հետևաբար ես կարծում եմ, որ մենք կարող ենք նաև այդ հարցին անդրադառնալ, համաձայն եմ պարոն Օրբելյանի հետ, ավելի ուշ փուլում
գուցե բացատրությունները լսելուց հետո մենք անդրադառնանք կասեցմանը։ Չնայած երևի թե այս առումով ես վերապահում կատարեմ, այնուամենայնիվ կուզենայի լսել հիմքերը, ինչի մասին է եւ ինչ հիմքերով եք ցանկանում կասեցնել այս գործի վարույթը։ Ես կառաջարկեմ հիմա ներկայացնել, բայց քննարկման միջնակցությունը քննարկելու հետ կապված մենք կորոշենք ինչ ընթացակարգով է միջնակցությունը քննարկենք, պարզապես ես մինչև իմ կարծիքը արտահայտեմ միջնակցությունը, որ քննարկենք, ես պետք է անկեղծ ասած ինքս ինձ համար համոզում ձևավորեմ ինչի մասին է այդ միջնակցությունը։ Ինչ վերաբերում է պարոն Օրբելյանի միջնակցությանը, ես վերաբերյալ իմ դիրքորոշումը ունեմ, կարծիքում դրա քննարկման կարգի հետ կապված մենք որոշում կկայացնենք։ Իմ առաջարկությունը ընդհանուր նիստի կազմակերպման հետ կապված հետևյալն է։ Մենք այսպես արտահերթ քննարկենք միայն այն միջնորդությունը եւ որոշումներ կայացնենք միայն այն միջնորդությունների մասով, որ միջնորդությունները վերաբերում են դատարանի իրավազորությանը։ Միայն այդ միջնորդությունների մասով ընդհանրություններ ունենան։ Մնացած միջնորդությունների հետ կապված, դրանց քննարկման կարգի հետ կապված, ես փոքր-ինչ ուշ առաջարկություն կներկայացնեմ արգելի գործընկերներ։ Հիմա եթե մեր գործընկերների դիմողների առաջարկությունները եւ միջնորդությունները վերաբերում են դատարանի, առնչվել են դատարանի իրավազորությանը, ինչպես հասկացա, պարոն Օրբելյանի միջնորդությունը, պարոն Օրբելյանը կապում է դատարանի իրավազորությանը։ Ես չունեմ պատկերացում ինչի մասին է ձեր միջնորդությունը եւ արդյոք դա դատարանի իրավազորության հետ է կապված։ Եթե դատարանի իրավազորության հետ է կապված, գուցե հիմա դուք այդ հիմքերը ներկայացնեք։ Եթե դատարանի իրավազորության հետ կապված չէ, ես կառաջարկեմ նաև մեր մյուս գործընկերները, ներկայացուցիչները, եթե ունեն միջնորդություններ դատարանի իրավազորության հետ կապված, սկզբից քննարկենք այդ միջնորդությունները, որոշում կայացնենք, այնուհետև լսենք զեկուցողին եւ կորոշենք զեկուցողից հետո գործի նյութերի հետազոտման կարգը, դրանց շրջանակներում նաև միջնորդություններին անդրադառնանք։